Պարոն Գյուլնազարյան, ինչպես կգնահատեք մինչև այս պահը ընտրությունների ընթացքը, անընդհատ բարձրաձայնում են, որ կուտակումներ անդրատեղամասերում, մարդկանց ուղղորդում են ում ընտրել եւ այլն, դուք ինչպես եք գնահատում մինչև այս պահը ընտրությունները։ Իմ տեղեկություններով մեր բնակիչները հավուր պատշաճ գալիս են ընտրատեղամասեր, ընտրահոսքերը նորմալ են, իսկ ինչ վերաբերում է կուտակումներին, ես նաև ուզում շնորհակալություն հայտնել մեր այն գործընկերներին, ովքեր իրավունք ունեն ու ծառայում են, հավուր պատշաճ իրենց ծառայությունը կազմակերպում են, ինձ թվում է որտեղ էլ որ կուտակումներ կամ խոչընդոտ փորձ են հանդիսանալ, մեր ոստիկանները մնացած են մարդիկ, ովքեր պետք է կարգավորեն, իրանց կողմից կկարգավորվի։ Իսկ որքանով է ճիշտ հրաժարականից հետո նորից առաջադրել ձեր թեկնածությունը։ Այնքանով, որքանով որ դրել եմ, որովհետև մեր ամբողջ ժողովուրդը գիտեր, որ ես ընդամենը հրաժարական տվել էի նախաքննությանը չխանգարելու ու ավելնորդ խոսակցություններից, ավելնորդ կարծիքներից ձեռք մնալու համար։ SMS չեք ստացել, պարոն Գյուլնազարյան, հրաժարականի ակ SMS չեք ստացել, զուտ։ Այո, զուտ։ Ճշտումներ չեն եղել ձեր նկատմամբ, զուտ, դա է վերակացել, ուղղակի ճշտումներ։ Հələ ինձ նայեք, իմ վրա ճնշում կա, հնարավոր կլինի ես ձեզ գործալ։ Նախկին զինվորական, նախկին սպա ու ամբողջ կյանքս իմ առաքելությունը եղել է ծառայել իմ ժողովրդին, ծառայել իմ հայրենիքին ու ես ինքս զինվորական մարդ եմ։ Մի քիչ ձեր հարցը վիրավորականել է։ Իմ հետ ընդհանրապես կապ չունի։ Չէ, ուզում եմ ճիշտ Չէ, ես շատ ճիշտ էլ պատասխանում եմ, չէ, ինձ ճնշել հնարավոր չի։ Կյանքում ոչ սիրել եմ ես ճնշել, ոչ էլ թույլ եմ տվել ինչ-որ մեկը ինձ ճնշի։ Իսկ ինչը վերաբերում է ճնշումներ գործադրելուն, մեր իշխանության հենց մեխը գաղափարախոսությունը դա ժողովրդավարությունն է։ Պարոն Գյուլնազարյան, ձեր թույլտվությամբ ուզում եմ հարցում հասկանամ, որ դուք միգուցե նեղվում եք կամ վթովում եք, որ այդպիսի հարցադրումներ կամ ճնշումների հետ կապված եւ այլն, բայց ուզում եմ զուտ հանրության մտահոգություն ասեմ։ Ասում են պարոն Գյուլնազարյանը ըստ էության կրիմինալի հետ կապ ունեցող ազգոքանի մեջ մտած ազնվորությունը մի հատ հարցում եք, էլի բնակիչներն էին ասում։ Պարոն Գյուլնազարյանին հարցում եք, դուք կրիմինալ եք, թե օրինակ քաղաքարի ժամանակավոր պաշտոնատար եք։ Այս հարցը ձեր թույլտվությամբ ո՞ր է։ Քիչ առաջ ես ձեզ պատասխանեցի։ Մարդ, ով 16 երկար ու ձիգ տարիներ համազգեստով ուսադիրներով ծառայել է հանրապետությանը, ներողություն, կխնդրեմ դուք ինձ պատասխանեք, կարող է լինել կրիմինալի մեջ։ Դե դուք ամեն դեպքում կրակոցների դիզայնում հայտնվել եք, ձեր ընկերների համար գնացել եք պաշտպանություն ռազմական։ Սխալ եք ասում դուք, ձեր ինֆորմացիան սխալ է, ես ուղղակի հայտնվել էի մի տեղում, որտեղ կրակոցեր եղել։ Կրակոցներ պատահաբար ոչ, իմ ընկերոջն էին կրակել։ Ձեր ընկերոջ համար չէիք գնացել։ Ոչ, գնացել էի իմ մեքենան վերանորոգելու։ Մի քանի, եթե ուշադիր եք եղել, ես իմ մի քանի հարցազրույցներում, մի քանի չէ, բազմաթիվ հարցազրույցներում դրա մասին խոսել եմ, լավ։ Ամեն դեպքում դուք կրիմինալ չեք։ Իհարկե կրիմինալ չեմ։ Ոչ, ես իմ ազգի զինվորն եմ, իմ ժողովրդի, իմ հայրենիքի։ Իսկ փառաքարցիները այս համայնքը ինչպես վստահեն, որ հաջորդ անգամ այսպիսի պատմությունների մեջ չեք հայտնվի, չեք հրաժարվի։ Փառաքարցիները ինձ իմ ծնված օրվանից ճանաչում են։ Իմ առաքելությունները, իմ գործողությունները, իմ կատարած գործերը բոլորի քաջատեղյակ են։ Ու նենց չի որ ինչ որ պատահական միջադեպի մեջ մարդը հայտնվի, դրանով կարելի է մտածել, որ նա կրիմինալ է։ Իմ ժողովուրդը այսօր կտա դրա իրական պատասխանը։ Շնորհակալ ենք ձեզանից։ Ես ունեմ գլխավոր մրցակիցներ, մենք տեխնացուներ ենք 4, ովքեր փորձում են իրանց ուժերը։